Պարտիրոջ եղբայրներ և քույրեր, իրամեծ ողորմության համար ես ուզում եմ այսօր Տիրոջով ձեզ հետ կիսվեմ մի նյութի մասին։ Ես ստեղ չեմ կանգնել սովորացնեմ կամ քարոզեմ, ուզում եմ կիսվեմ ամեն մեկիդ հետ, եղբայրներ և քույրեր, որ ամեն մեկս այս կարճ վերջի ժամանակների մեջ Աստված մեր կյանքը մի բան է փնտրում, որ մենք մնանք իրան հավատարիմ։ Գիտեք, կարող եմ մի բան ասեմ, շատերի համար խորթ թվա, չգիտեմ, շատերի համար կարա ինչ-որ հակառակ բան երևա, Աստված գիտեք ում ետևից պիտի գա։ Տերը պիտի գա հավատարիմ հավատացյալների ետևից։ Այսօր հավատացյալներ շատ կան, բայց հավատարիմ հավատացյալներ գնալով պակասում են։ Դրա մարդող Տերը օգնական եղնի, որ մենք ամեն մեկս ձգտենք ամեն մեկս մեր բաժնի մեջ հավատարիմ մնանք։ Հավատացյալներ շատացել են, բայց իրականում հավատարմությունը պակասել է։ Եվ Աստված այսօր տեսնում ենք ամեն մեկից տվել է մեր կարողության չափով։ Եվ դու քո կարողության մեջ ինչքան ես հավատարիմ։ Ինչքան ես հավատարիմ քո կարողության մեջ, այդ հարցը դու քեզ պատասխանի, ես էլ ինձ պատասխանում։ Ու բերեք անկեղծանանք, որ ամեն մեկս մեր շատ կարողությունների մեջ հավատարիմ չենք մնա։ Բայց Տերը պիտի գա եւ ասի հեռու գնա, ես քեզ չեմ ճանաչում։ Որտեւ տեսնում ենք Սուրբ Գիրքը, որ կարդում ենք, գրված է Մատթեոս ավետարան 25-րդ գլխը, բոլորիս քաջ ծանոթ համար եմ կարդամ 22-րդ գլխից։ Եվ այն երկու քանակար առնողի մոտ եկավ եւ ասեց. Տեր, ինձ երկու քանակար տվիր, տես երկու ուրիշ քանակար էլ շահեցի նրանց վրա։ Եվ Տերը նրան ասեց. լավ եւ բարի հավատարիմ ծառա։ Չասավ լավ եւ հավատացյալ ծառա։ Լավ եւ բարի հավատարիմ ծառա։ Այսինքն դու քո ունեցվածքի մեջ հավատարիմ մնացիր եւ Աստված Տերը եկավ եւ ինչ արավ եւ գովեց։ Ում գովեց? Հավատարիմ ծառային։ Ամեն մեկից մեր չափով տվել է։ Տեսնում ես, հիմա եթե ասենք հարցնելու եղնի, ասենք ով ինչքան է գիրք կարդում ավետարանը, շատերի մոտ պակասել է, վերջերս մի եղբոր հետ մեր արտակ աղբոր հետ այցելության ենք, գնացինք, տեսանք, երկար տարիների հավատացյալ է, հայոց պատմությունը սկսել կարդալ։ Հայոց պատմությունը, եթե ուզում ենք փոխվի, ես պիտի լուրջ ապաշխարեմ, որ հայոց պատմությունը փոխվի։ Մեր մեղքերը պիտի խոստովանենք, մեր անօրենությունները պիտի թողենք, որպեսզի ինչ անի, ամենակարող Աստված մեր ազգի ինչը եղջյուրը բարձրացնի։ Իսկ Աստված Տերը ում միջոցով պիտի այդ եղջյուրը բարձրացնի։ Հավատարիմ մարդկանց։ Ամեն մեկս, եթե ես երկար տարիների հավատքի մարդ լինելով, իմ մի փոքր բանի մեջ հավատարիմ չեմ, վերջում Տերը պիտի գասի ինչ արա, հեռու գնա, ես քեզ չեմ ճանաչում։ Ես հիշում եմ մի դեպք, երբ որ գնացել ծառայության մեջ է, ես հավատքի մեջ չեմ եղել ծառայության մեջ, ասեմ ձեզ, բայց իմ մեջ մի վախ կար, որ ես ամեն օր Սուրբ Գիրք էի կարդում։ Ամեն օր ես կտակարն եմ կարդացել։ Այդ բանի մեջ հավատարիմ եմ եղել։ Ոչ թե ես, այլ իմ մեջ կար այդ վախը, Սուրբ Հոգին այդ բանը ինձ լավ էր հասկացրել։ Ու եկավ մի դիպված հավատարմության համար եմ ուզում ասեմ, որ Աստված մի փոքր քո հավատարմությունը քեզ կարա մեծ բաներից ազատի։ Ու երբ որ եկավ զորացրվելու ժամանակ զորացրվեցի, ինչ պատճառներով կարող ասա շատերը գիտեն, թող շատերի համար ձանձրուց չլինի եւ ով էլ նոր այգես թող սա շինություն եղնի։ Որ Աստծո հավատարմությունը Աստված գիտի իրան հավատարիմների ու պահելու ձևը։ Եվ գավ մի դիպված, երբ որ զորացրվեցի, Երևանում էի, զինգերքույկս մոտս չէր, ինչ պատճառներով թողել էի տաքսու վարորդի մոտ, որ հետո փող ուղարկեմ, այդ զինգերքույկը վերցնեմ, եկավ ռազմական ոստիկանությունը եւ նայեմ, զինվորը տարբերվում է նոր զորացրված, ասում դու
դասալիք ես, այսինքն զորամաս ինքնակամ լքել ես, ասում եմ չէ, զորացրված եմ, ամեն բան անում եմ, որ այս մարդին համոզեմ, ինչևից է, չի համոզում ես ռազմական ոստիկանության ծառայողը, եւ տարավը տեղ կինորասյան գիտենք անցում կա, տեղ այդ անցման մի տեղ կետ, ու տեղ մի սենյակ էր, ու ամեն բանով ուզում եմ համոզեմ ես այս մարդին, բայց հնարավոր չի, չի համոզում, եւ երբ որ նամակները հետս բերեմ, զորացրվել է մարդկանց համար, բերեմ են ժամանակ մեր ժամանակով նամակներն էր, ծալովի սենց, ցելոֆոնով բանով փաթաթած նամակներն էր բերեմ էի, ու ես կտակարան ես, երբ որ տվել վերցրել էի, այդ ցելոֆոնի մեջ է գցե, այդ կտակարան ընկել էր ցելոֆոնի տակը նամակներն էր վրան, մեզ մարդիկ, երբ որ խոսում եմ, չեն հավատեմ, երդվեմ, չգիտեմ, միջամտություններ եմ անում, մարդկանց անուններ եմ տալիս, հնար չկա։ Ու եկավ մի վիճակ, որը որ ցելոֆոնը շուռ տվեցին, այս կտակարան ընկավ նամակներ երեսա, թե բա դու հավատացյալ ես, դե այն ժամանակ համաչեմ էի, որ ասեմ հավատացյալ եմ, դե ասի ստեղ ինձ ով է ճանաչում, ասի հավատացյալ եմ, են մեր ընկեր էին մի ընկերոջ թե բա, սա Նազատ Արցակի, սա ճիշտ օրեմ ասեմ, ստեղ ինչն է կանը, որ երբ որ դու այդ գրքին հավատարիմ կմնաս, այդ Աստծո զորություն հետո ես տեսնում, այսինքն Աստծո աշկը տեսնում ենք ինչ ասեմ, ես այդ մի փոքր բանը գիտեի, որ այդ կարդալու մեջ հավատարիմ մնամ, ես մեծ բաներ չգիտեմ մի հատ մեծ հրաշքներ, նշաններ չեր եղեմ կյանքում կամ ինչ-որ մի, չգիտեմ, խոսքեր չգիտեի, մենակ մի բան գիտեի, որ Աստված կենդանի է ու այս գրքին ես հավատարիմ պիտի մնամ, մինչև իմ ծառայության վերջը։ Եվ եկավ այդ գիրքը, հնեց իրավիճակը, իր հզորությունը ցույց տվեց, որ իմ բերանս բաց էր մնացել։ Այսօր շատ բաները մենք չենք հավատարիմ եղբայրներ եւ քույրեր։ Մենք հավատարիմ չենք հավատարիմին։ Անհավատարիմին այսօր դու ավելի հավատարիմ ես, բայց հավատարիմին մենք հավատարիմ չենք։ Բայց տեսեք Տերը ինչ ասեմ հավատարիմների մասին։ Գրվածը 101 Սաղմոս 6 խոսքը։ Իմ աշկերը երկրի հավատարիմների վրա են, որ ինձ հետ բնակվեն։ Աստծո աշկերը ում վրա է։ Երկրի հավատարիմների։ Հəm այսօր դու այդ հարցը տուր քեզ։ Եթե Աստծո աշկը քո վրա ամեն օր աշխատեց, ու Աստծո աշկը ամեն օր քո վրա եղավ, էլ մտածելու բան ունես։ Բան չի մարենք խառը, ինչի համար ենք շփոթվում։ Գիտեք ինչի համար ենք շփոթ, որ շատ բաներ եմ, ես էլ լավ գիտեմ, դու էլ լավ գիտես, որ շատ հարցեր եմ հավատարիմ չեմ։ Սելի եղբայրից եւ քույրից, դու կարա այսօր առաջի անգամ ես տեղ եկե։ Մի փոքր հավատարմություն կա քո մեջ, դրա մեջ հավատարիմ մնա։ Քո կարողության չափով հավատարիմ մնա, ու Աստված Տերը պիտի աճեցնի։ Ես մեկ բան գիտեի, որ կարդալը կարևոր բան է։ Եթե դու քրիստոնյա ես, դու պիտի կարդաս այդ գիրքը։ Ու եկավ Աստծո զորությունը հնես միտեղ հայտնվեցավ, ու ես դուրս եմ եկել ու նայում եմ այս գրքին ու հիանում եմ։ Ասում ես գիրքը ինչ զորություն ունի, որ սկան իմ երթունները, այսքան իմ չգիտեմ ինչ, միջամտությունները զրոյի հավասարվեցին այս մի գրքի առջև։ Ստեղ հարցը հավատարմություններ։ Ես չէի անպաշխարը, մանրապաշխար մեկն եմ եղել։ Բազում կեղտերի ու պղծությունների մեջ, բայց այդ մի փոքր բանը գիտեի։ Իսկ այդ մի փոքր բանի վրա Տերը սկսեց աշխատել։ Այսօր ամեն մեկս ունենք, ես չեմ ասում, որովհետև Տերն է, որ կարդում ենք ասում, ամեն մեկին տվեց։ Եվ այսօր Տերը ամեն մեկից տվել է մեր կարողության չափով։
Իսկ այսօր դու ուզում ես քո կարողությունը ավելացնի, դու պետք է մի փոքր կարողության մեջ հավատարիմ մնաս, որ Աստված Տերն ինչ անի, աճեցնի, որ վերջում էլ գասի իմ բարի եւ հավատարիմ ծառա, արի մտի այն հանգիստը, որ պատրաստել եմ քեզ համար։ Այս երկրի վրա մենք փորձում ենք, ասենք, ամեն մեկս մեկին փնտրում ենք, որ նրա աշկի տակ ապրենք, որ հաջողակ եղնենք, հանկարծ մի խնդիր եղնի, նա իմ կյանքը միջամտի, էլ մի փորձի ինչ-որ մեկի աշկին հաճելի կյանք ապրես, սկսի Աստծուն աշկին հաճելի կյանք ապրել, Աստծուն հավատարիմ մնա, Աստծո աշկը, որ քո վրա եղավ, նա տարտացյուն կա, չի ասում, Աստծո պահած գառը, գայլը չի հոշոտում։ Դրա համար ասում եմ, իմ աշկերը երկրի հավատարիմների վրա են, որ ինձ հետ բնակվեն, Աստծո հետով պիտի բնակվի, ով որ երկրի վրա ջանք անեմ, լավ թե վատ, շատ թե քիչ Տիրոջ հավատարիմ մնա։ Բայց այսօր ինչքանով է քո իմ կյանքի մեջ Աստծո հավատարմությունը շատացել ու ավելացել։ Գնալով տեսնում ես Սուրբ Գիրք կարդալն է պակասել հավատացյալի մոտ, աղոթքն է պակասում, բարի գործաներն է պակասում, գնալով ավելանալու փոխարեն Տիրոջը ծառայելն է պակասում, Տիրոջ համար վազելն է պակասում, ու գնալով փոխանակ ավելանա այս բաները մեր կյանքում, գնալով պակասում է, գնալով քչանում է, իսկ հարց, ինչի համար է քչանում, որտև ես խորց գործի մեջ չես դնում։ Եվ շարունակության մեջ ասում է, անմեղ ճանապարհով գնացողը կծառայե ինձ։ Եվ Աստված թույլ կտա, որ դու իրեն ծառայես։ Աստված Աստծուն ծառայողները պիտի հավատարիմ եղնեն, Աստծուն գնացողները պիտի հավատարիմ եղնեն, իսկ Աստված ինչ պիտի անի, կերպ, մեզ ճանապարհներով պիտի անցկացնի, որ տեսնի մենք ինչքան ենք իրան հավատարիմ։ Եվ այնքան կերպ կփորձի քեզ, ինձ, մեզ ամեն մեկից, հավատարիմ կգտնվենք։ Նա քեզ ինչ պիտի անի, պիտի ավելացնի։ Ասում է քիչ բանի վրա հավատարիմ մնացիր, արի գնա շատը վայելի։ Բայց որ քչի մեջ ինչքան ես դու հավատարիմ, այդ հարց ամեն օր տուր։ Իսկ մենք ամեն օր այդ փորձության առջև կանգնում ենք։ Աստված իրան հավատարիմներին պիտի աճեցնի, եւ իր հավատարիմները պիտի իր այդ բնակվեն։ Իսկ դժվարության մեջ հարավ, իսկ Տերը կերպ բաներ կա, որ թույլ է տալիս մեր կյանքը, որ ոչ թե մենք Աստծուն ճանաչենք, այլ մենք մեզ ճանաչենք, որ Տեր ես հարցում հավատարիմ չգտնվեցա, որքանով ես ասում Տեր, ես այս քայլերից մեջ հավատարիմ չգտնվեցա, օգնիր, որ հաջորդ քայլում ինչ անեմ, հավատարիմ մնամ։ Ինչպես որ Պետրոսը ուրացավ, բայց գնաց Պետրոսը իր վիճակի մար ինչ արավ, դառնապես լաց եղավ, որ Տեր, ես հարցեմ, ես հավատարիմ չեղա, ես քեզ ուրացա, դու ինձ համար ամեն բան անում ես, բայց եկավ մի պարագա, ես այն ծառայի առաջ քեզ ուրացա, ես զինվորների առաջ ուրացա, ես բոլորի առջև քեզ ուրացա։ Ու Տերը տեսավ նրա հոգու դառը, լացը եւ նրան ողորմություն արավ։ Ինչքան բաներ կա, որ ես ու դու շատ բաներում հավատարիմ չեն գտնվել, ինչքան ես դու դառը լաց եղել, որ Տեր ես ինչ հարց եմ, որպես հավատքի մարդ, որպես հավատացյալ, հավատարիմ չգտնվեցա։ Այդ Տերը տեսնում ամեն օր, ու Տերը երկնքեն մտի կանա, իսկ դառը ողբացողների համար, դառը ցավացողների համար, ովքեր որ ողբում են ու ցավում են իրանց վիճակների համար, Աստծո աշկը նրանց վրա է, եւ դա իրան հավատարիմներին բարձր պիտի անի, թե երկրի վրա, թե երկնքը արքայության մեջ։ Երկրի վրա տեսել եք, ինչքան Աստծուն հավատարիմ մարդիկ, ինչքան մեծ հրաշքներ տեղ ունեցել։
Ինչքան Աստծուն հավատարիմ մարդկանց կյանքում Աստված իր հզորությունը ձեռքը ցույց է տվել, այսօր քո կյանքում էլ ուզում է ձեռքը ցույց տա։ Քո կյանքում եւ իմ կյանքը։ Եվ դրա համար ասում եմ, իսկ նենգություն անողը չի բնակվել իմ տան մեջ, նա որ սուտ է խոսում, հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։ Իսկ նենգություն անողը ինչ պիտի անի, Աստծո առաջից պիտի ջնջվի։ Իսկ գնալով այսօր նենգությունն ավելանում, անօրությունն ավելանում, հակառակություններ, թշնամություններ, քսություններ, բամբասանքներ եւ լիքը չար բաներ, ու կարծում ես Աստված քեզ հավատարիմ է համարելու։ Ու շատերս կխաբվենք մի բանով, որ մենք հավատացյալներ ենք։ Հավատարիմ հավատացյալ ամեն օր ողբանում իր վիճակի համար։ Հավատարիմ հավատացյալ ասում է Տերես ինչ տեղը, քո անունդ պիտի բարձր պահի, բայց չպահեցի։ Այս ինչ քայլեմ պիտի ճիշտ ապրեի, ոնց որ քո խոսքներ ասեմ, չապրեցի։ Ու Աստված պիտի տեսնի դառը ողբերը ու պիտի նրան նորից բարձրացնի։ Իսկ սիրողական հավատացյալի համար հա դե անունը հանել եմ, ապրում եմ որպես հավատացյալ, ինչ որ բաներ կա օգտվում եմ, ինչ որ բաներ կա չգիտեմ, իմ առաջ դռները բացում, շատ եմ լսել որ ասում են, գիտես, ես հավատացյալ եմ։ Հավատացյալ անունը լսում են, շատերը ընթառաջում են։ Այստեղ կարող է երկայն կյանքım ընթառաջվես, բայց երկնքում դռները փակ է եղելու։ Երկնքում պիտի հավատարիմ հավատացյալների դռները բացվի։ Այդ դրա մասին ամեն օր մտածեմ։ Ամեն օր դրա վրա պիտի մտածեմ։ Որ վերջում հանկարծ այս ձայնը չլսես, որ ասի հեռու գնա ովանորություն գործող։ Ձգտի մեկ բանի համար ապրես, եղբայրս եւ քույրս, որ վերջում ասի բարի եւ հավատարիմ ծառա։ Որ շատ բաներից զրկվեցիր, շատ նախատինք կրեցիր, շատ դժվարություններ անցար, բայց հավատարիմ մնացիր։ Հավատարիմ մնացիր։ Եվ տեսնում ենք Դանիելի կյանքը, Դանիել Աստծո մարդ էր, Դանիել աղոթքի մարդ էր, բայց Դանիելն անցավ փորձություն։ Եվ այդ փորձության մեջ հեշտ չի ասելը, նա հավատարիմ մնաց։ Եղբայր եւ քույր, եթե այսօր քո կյանքի մեջ դժվարություն կա, փորձություն կա, ծանրություններ կան, մի թուլացի, մի տկարացի, հավատարիմ մնա, որտեվ Աստծո աչքը քո վրա է։ Եվ ամեն ինչի ժամանակ կա որոշված։ Դանիելի կյանքում էլ այդ որոշված ժամանակն անցավ, Աստված Տեր ինչ արավ, իր ձեռքը ցույց տվեց։ Այսօր քո կյանքում էլ, եթե ինչ-որ բաներ կա, մի տկարացի, մի ասա, ես Աստծո երեսից ձգված եմ։ Աստծո երեսից դու ձգված չես։ Տես ինչ ասում Սաղմոս 22:31-ը։ Իսկ ես իմ 31:22-ը։ Իսկ ես իմ շփոթության մեջ ասեցի, թե ես դեն գծվեցա քո աչքերի առաջիցը, բայց դարձյալ լսեցի աղաղակից ձայնին, երբ որ ես դեպի քեզ աղաղակեցի։ Սիրեցեք Տիրոջը, ով նրա ամեն սուրբ էր, Տերը պահում է հավատացյալներին եւ ավելությունով հատուցանում է նրան։ Մի այլ թարգմանության մեջ ասում է Տերը պահում է հավատարիմներին։ Ասում է իմ շփոթության մեջ, իսկ ես իմ շփոթության մեջ ասեցի, թե Տերը դեն գցեց ինձ։ Տերը քեզ դեն չի գցել։ Նա երբեք դեն չի գցել։ Մենք ենք շատ ժամանակ չենք լսում, նա քեզ դեն չի գցել։ Եթե դեն գցած եղներ այսօր ստեղ չէր եղնի։ Այսօր էլ եւս մեկ անգամ քեզ ինձ մեզ հնարավորություն ա տվել։ Եվ ասում է, ասեցի իմ շփոթության մեջ, թե քո երեսիցը դեն գցվեցա։ Բայց ասում է, սիրեցեք Տիրոջը, ով նրա ամեն սուրբ էր, Տերը պահում է հավատացյալներին, մի այլ թարգմանության մեջ ասում է հավատարիմներին։
Թող Տիրոջ անունը փառավորվի, որ մենք այսօր այս բանդախտության օրերի մեջ իրականում ձգտենք ոչ թե հավատացյալ մնանք, այլ հավատարիմ հավատացյալներ մնանք։ Տերը հավատարիմ հավատացյալների ետևից է գալու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։